Հեղուկ գազը 190 դրամից դարձել է մոտավոր 270-ից 300 դրամ։ Ինչով եք լիցքավորում ձեր մեքենան։ Հիմա բենզինով։ Այն ինչպես է ձեր ֆինանսական վիճակի վրա անդրադառնում։ Դե այնքան էլ հաջող չի։ Ցանկալի կլներ, որ էլի իշներ գնա։ Ըստ ձեզ ո՞րն է թանկացման պատճառը, ինչ պատճառով է որ թանկացել է։ Կարծում եք այս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ է որ հիմա էլ գազն է թանկացել։ Իսկ չեն իշխանությունը իրանց դեմ բան անեն, սխալ բաներ անեն։ Ընդհակառակը իրանք կուզենային իշներ 150։ Իշխանությունը պրի չոմ։ Մութ ուժեր կան, որ երևի ուզում են որ տենց լինի։ Դե լիցքավորել եմ 250 դրամով 250։ Ինչպես է այն անդրադառնում ձեր ֆինանսական վիճակի վրա։ Դե լավ չի, բայց դե ինչ անենք, կարգավորվի էլի իմ կարծիքով։ Ըստ ձեզ թանկանալու պատճառը ո՞րն է։ Չգիտեմ, լսել եմ, որ լարսն է փակվել։ Բենզինով են քշում, շատ լավ են անում, պետք է լինի 800 դրամ հեղուկ գազը, որ հասկանան վերևից նստած մարդիկ Պարսկաստանից կարելի է գազը բերել։ Ասին Ադրբեջանից բենզին ենք բերում, նույն բենզինը դառավ 550 դրամ։ Ըստ ձեզ թանկանալու պատճառը ո՞րն է։ Լարսը որ փագա, կամ էլ խաղ ասա, ընտրություններ ա, փող ա պետք աշխատել, բյուջե ա պետք լցել, այդ է հարցը։ Ու նաև մի խնդրանք, որ պարոն Փաշինյանին մենք ստեղ իրան արշավի օրը խնդրեցինք տաքսու նշան դնելու համար, ինքը կարգադրեց պարոն Փամբուկչյանին, փող քաղաքապետին, ասես տղաների հարցի լուծումը տվեք, ու մինչև առեսօր այդ հարցի լուծումը չկա։ Եթե կառավարությունը մեզ չի աջակցում, մենք էլ կառավարությանը չենք աջակցելու, ոչ մի հարցով։ Ու այսօր ինձ ակտավորել են 5000 դրամ։ Ես սաղորը 5000 դրամ չեմ աշխատել։ Թող այդ հարցին լուծում տան։ Ինչի ամեն անգամ ես գանց թե տուգան են ու գազը թա։ Թող Պարսկաստանից գազ բերեն, բենզին Պարսկաստանից բերեն, հարևան պետությունն է։ Ինչ են Ռուսաստանից բերում։ Ու ավելի այժմ ավելի մաչելի։ Ինչ ասեմ, այդ գազը թանկ լցնում ենք, բայց այդքան փող չենք աշխատում։ Այդքան բան եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ 170-ով էի ես մի շաբաթ առաջ լիցքավորում։ Երկրորդն էլ չգիտեմ, մեկը ասում է լարսնափակ, մեկը ասում է մի խոսքով չկա, ուզած չուզած թանկ ու կրակ բենզին ենք լցնում, որտեղ էլ որ կա կիլոմետրով հերթ է։ Քաղաքում մի 2-3 կալոնկա է, այդ է։ Չգիտենք սրա վերջը ինչ է լինելու։ Բենզինով էլ հնարավոր չի քշել։ Մանավանդ Yandex-ի տակ կոպեկներով մեզի կոպիտ ասած էշի տեղ դրած բանում է Yandex-ը, հնարավոր չի, Yandex-ին չի հետաքրքրում, գազնա թանկացե, ինչ արը, մեր կառավարությունն էլ տենց խելոք նստած ոչ մի իր քաղաքացուն ոչ մի բան չի անում, որ Ռուսաստանից եկես, թե ոնց ուզում իրան բան է անում, էլի, մեզի իշխում է Yandex-ը, էդ է, ուրիշ բան չունեմ ասելու։ Ինչ պետք է ասեմ, Եվի Ռուսաստանն է փակել լարսը շատ իմանամ։ Ինչով եք լիցքավորում ձեր մեքենան։ Բենզինով, ոդ գազով։ Ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Լարսը իմ կարծիքով։ Իսկ ինչպես է այն անդրադառնում ձեր ֆինանսական վիճակի վրա։ Վատ բնականաբար։ Այսինքն իմ կարծիքով եւի ես եվրոպացիներ են գալի, միգուցե չգիտեմ, ինչ-որ խաղեր է տալի Ռուսաստանը։ Յանի ուզմա պատժի, չեմ իմանում։ Ես տենց եմ կարծում էլի, չեմ կարա հաստատ բան ասեմ։ Իմ կարծիքն է դա։ Հեղուկ չի, մսոտ գազը, բայց հեղուկ գազով աշխատողները շատ են դժգոհում։ Որտեղ արդարացա։ Գնաճ բարձրացավ, մարդիկ չեն կարողանում տակից դուրս։ Ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Երկրի ղեկավարությունը։ Գործող կառավարության գործող կառավարություն։ Հիմա տվյալ պահին հեղուկ գազ կա, բայց շատ թանկ է։ 270-280 դրամ է։ Ու որ վերցնենք համեմատենք բենզինի հետ, նույն բանն է գալի, այսինքն մեքենայի ծախսի առումով էլի։ Իսկ դա շատ վատ է։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Ես պատճառը չգիտեմ, բայց մի բան գիտեմ, մեր այս գազ վաճառողները սկզբից հետևում են Վրաստանի օդ երևութաբաներին, հետո նոր Հայաստանի, որտեվ իրանք որ լսում են կարողա լարսում, կարողա ձյուն գա, այստեղ արդեն գազը թանկանում է։ Իսկ այն ինչպես է անդրադառնում ձեր ֆինանսական վիճակի վրա այս թանկացումը։ Շատ վատ։
խցանումների մեջ ենք հիմնականում անցկացնում պատվերները, մեկ պատվերը, որ պետքա ընդամենը տևա, կենտրոնի մեջ եմ ասում, այդքան չեմ էլ հեռվանում։ Խոսքի 10-ից 15 րոպե, տևում է կես ժամ, 45 րոպե, 1 ժամ։ Ավել միանշանակ, ավել ծախս, ավել նյարդային վիճակ, խոսքով ես մի բան եմ հասկանում, որ վերահսկողություն չկա։ Հենց հեղուկ գազի հանդեպ ինձ թվում է վերահսկողություն կա։ Դա երկու գործոն եմ, կամ իրանց ձեռը տալի, իրանք ինչ-որ տեղից իրանք էլ շահույթ ունեն, կամ էլ ուղղակի բացի թողի վիճակը, ով ինչ ուզում անում է, էլի, որովհետև չի կարա մեկը վաճառի 245 դրամ, մյուսը վաճառի 290 դրամ, մեկը 80, մեկը 70, քիչ հեքիաթի է, էլի նման այսօր ինձ թվում է դժվար է այսօրվա քաղաքացուն ուղղակի խաբել է այդ ձև, էլի։ Իմ մեքենան մեթանով է աշխատում, պրոպանով չի աշխատում։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Ախորժակը։ Հա, ախորժակը։ Այսինքն գործող կառավարությունը կապ ունի, հա, թանկացման հետ, թե Կարող է ես եմ թանկացնում։ Ստեղծում է հնարավորություն, ով էլ ուզում է թանկացնում է։ Հեղուկ գազով։ Հեղուկ եմ լցնում էլի։ 250-ով էլ լցնում եմ։ իսկ ինչպես այն անդրադառնում ձեր ֆինանսական վիճակի վրա։ Դե մի քիչ ազդում է, բայց թե ինչ անենք, էտա։ Ումը բողոքենք, ոչ մեկին չենք կարա։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Լարսը փագա։ 2 օր առաջ նոր բացվել է։ Դա չեմ կարա ես այդպես կառավարությանը մեղադրեմ, քան որ Լարսը հենց մի քիչ այն չի լինում, մարդիկ կան, որ այդում գալիս են, հարցնում ենք, հետաքրքրվում ենք։ Դե չգիտեմ թանկանալու պատճառը ինչ է, տեղյակ չեմ ես։ Հետո որ զապրավկայան ենք իմանալ, չգիտեմ։ Բացի այդ որ թանկացել է, նաև որակն է գցե։ Խափում են, լուբոյ տեղ մտնեք խափում են։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Պատճառը որ ախմախ ղեկավարություն ունենք, այդքան բան, որ իրանք հաշվի չեն առնում, իրանց հեչ վեճը չի, որ մարդիկ դժվար են լցնեմ, իրանց հեչ պետք չի, իրանք կարող են 5 րոպե մեծ հարցը լուծեն։ Գազը փակելնելը, եթե գազը չգալու ուրիշ հարց է, թանկանալ ուրիշ հարց է։ Այդ մարդիկ էժան գնով գազն առել են, բայց ճանապարհը փակել է, առիթից օգտվել են, վերջը թանկացել են, բայց իրանք այդ գազը առել են շատ շուտ էժան գնով։ Թող դիսիպլին լինի, բայց գազը էժան լինի։ Այդ գազը կապ չունի Պարսկաստանի կռվետ, որ ասում են այնտեղ կռիվ է։ Ոչ մի բան չկա։ Դա լավ կառավարության արդյունքն է, որ ասենք մարդիկ ամիսներով մնում են Լարսում, հետ չեն գալի, տուն տեղ երեխա բրախած։ Եթե իրանք ամենքը իրանց գործով զբաղվեն, կառավարության աշխատողները, հեղուկ գազն է կեղնի, սնունդն է կեղնի, ամեն ինչն է կեղնի։ Ամենք իրա գործով է պետք զբաղվել, քուրս, ինչ ասեմ։ Լավա տեսեղնենք, լավա տեղնի, խաղաղություն եղնի, պատերազմ չեղնի, մենակ սրանից հեռանանք, Նիկոլից հեռանանք։ 60 տարեկան տղա եմ, Վանաձորից եմ, ինչ եմ ուզում ասեմ, երկրորդ կարգ հաշպանդամ տղա եմ եղել պատերազմի մասնակից, մենք հաղթանակով ենք եկել, ուրախությամբ եմ եկել, 5 թոռ ունեմ, այդ երեխեքի ապագան չեմ տենում, դպրոց չկա, կրթություն չկա, որտեղ մտնում են, սուտ բաներ են խոսում, այդ ոնց էր 15 օր առաջ ասենք գազ կար, հմի չկա, թանկացումները, բանակցություն չեն վարում, հմի անցել են, կոյնակը չեն վերցնեմ, հանքային ջուրը չեն վերցնեմ, այդ հարցերը պետք է առաջ քաշեն, որ պետությանը բյուջեն փող լցնեն, մենակ մեզ խոսում են։ Երկրորդ կարգը եթե էի ասում, հաշպանդամ տղա եմ, երկրորդ կարգս կտրել են, երրորդ կարգ են գցել, երրորդ կարգը կտրել են, անունն են արել թոշակ են բրցասրել, ում հաշվին, մեր նման ժողովրդի հաշվին։ Չեմ դիսկավորում, քուրու ջան, կայնած մնում եմ։ Ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Չեմ կարա ասեմ, ոչ մի բան չեմ կարա ասեմ, թանկանալու պատճառը ինչն է։
Բենզին հիմնականը արդեն անցան բենը, որտեղ ինքը իրանով շատ թանկ է արդեն գազը։ Համարյա նույն բենզինի գրին է գալի կայնում էլ։ Իմաստը ո՞րն է, թե հերթ կայնես կամ ըլնի չլնի գազը, ասենք էլ արդեն անիմաստը դառնում գազով կշրստե Հայաստանում։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Իմ հասկացությամբ երևի այս վիճակն է, երևի այս երկրի խառը վիճակն է, չգիտեմ հիմնական ինչն է պատճառը, ով է գլուխանում այս երկրից։ Մարդ այսօր չգիտի, քանի եկուս գհենի թե չի հելնի։ Չեմ լիցքավորում, գազ եմ քշում, բենզին եմ քշում, բայց դա թանկացել է պետք է էժանանա, հոտես չի։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է թանկանալու պատճառը։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ կարող էլ ոչ մի բան ասեմ։ Չեմ հետաքրքրվում ոչ մի բանով։